Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ այս պատերազմում Իրանի հնարավոր թուլացումը կամ պարտությունը անուղղակիորեն կվնասի նաև Հայաստանին։ Նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ որոշ երկրների տարածքային նկրտումները դեռ առկա են և նման են մոխրի տակ թաքնված կրակի։ Դեսպանի խոսքով Իրանի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, քանի որ երկու երկրների շահերը համընկնում են։ Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի մահվանը, դեսպանը շեշտել է, որ թեև վիշտը մեծ է, սակայն երկիրը պահպանելու ձգտումն ավելի հզոր է։ Շիրղոլամին հիշեցրել է, որ հոգևոր առաջնորդը մշտապես սատարել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առանձնահատուկ հարգանքով է վերաբերվել հայ ժողովրդին։ Հայաստանում մի խումբ վերլուծաբաններ կրկնում են սիոնիստական տեսակետները։ Մենք խորհուրդ ենք տալիս նրանց փոխել այդ սխալ ուղղությունը, շեշտել է դեսպանը։ Շիրղոլամին խստորեն դատապարտել է իրանական դպրոցի վրա հարձակումը, որի հետևանքով 153 աշակերտուհի է զոհվել։ Նա հստակեցրել է, որ Իրանի պատասխան հարվածները թիրախավորելու են բացառապես ԱՄՆ ռազմաբազաները և ուղղված չեն լինելու հարևան երկրների դեմ։ Շիրղոլամին եզրափակել է, որ 7000-ամյա քաղաքակրթություն ունեցող Իրանի համար նման ագրեսիաները նորություն չեն և երկիրը կպաշտպանվի այնքան ժամանակ, որքան կշարունակվեն հարձակումները։